Սպառողական գների հետ կապված մեր պարբերաբար անդրադարձերը, իհարկե ոչ լավորից անդրադարձերի ընթացքում շատ հաճախ նաև օրինակելի մոտեցման տրամաբանության ներքո խոսում ենք հնարավոր մեխանիզմների մասին, որոնք պետք է լինեն կամ լավ կլիներ, որ լիներ գնաճի սոցիալական հետևանքները մեղմելու, գնաճի դեմ պայքարի նպատակով։ Եվ այդ մեխանիզմներից ամենաշատը եւ ամենաանկալելին, այդ թվում նաև ամենատարածվածը միջազգային պրակտիկայում դա եկամուտների համընդհանուր ինդեքսացիան է։ Կփորձենք այսօր, որքանով որ ձևաչափը եւ մեզ հատկացված ժամանակահատվածը տալիս է հնարավորություն առնվազն գոնե սահմանումների տեսքով ներկայացնել ինչ է եկամուտների ինդեքսացիան եւ ինչպիսի տարատեսակներ կան, այդ թվում նաեւ աշխարհի տարբեր երկրները ինչ մեխանիզմներով են առաջնորդվում, ինչ մեխանիզմներ են կիրառում։ Եվ այսպես եկամուտների համընդհանուր ինդեքսացիան դա եկամուտների բնակչության եկամուտների համընդհանուր եւ պարբերաբար վերանայումն է երկրում արկա գներով, թանկացումներով, սպառողական գների ինդեքսով պայմանավորված։ Այսինքն եկամուտների համընդհանուր ինդեքսացիան դա մեխանիզմ է, երբ բնակչության եկամուտները փաստորեն փոխկապակցվում են թանկացումների հետ։ Հասկանալի է, որ այդպիսի մեխանիզմի կիրառման հիմնական նպատակը մարդկանց գնողունակության պահպանումն է, կամ այլ կերպ ասած, թույլ չտալ ստեղծվի իրավիճակ, երբ երկրում արկա թանկացումները, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները բացասական կամ շատ խիստ բացասական ազդեցություն ունենան մարդկանց գնողունակության եւ վճարունակության վրա։ Բնականաբար եկամուտների ինդեքսացիայի, եկամուտների համընդհանուր ինդեքսացիայի վերաբերյալ սահմանումները տարատեսակ են, բայց ընդհանուր մոտեցումը եւ սկզբունքային այդպես պատկերացումը հետեւյալն է։ Եկամուտների համընդհանուր ինդեքսացիայի տարատեսակները եւս կարելի է բավական երկար թվել, բայց ընդհանուր առմամբ դրանք, այսինքն ունիվերսալ տարատեսակները, եթե կարելի է այդպես ձևակերպել, մի քանիսն են։ Եկամուտների ինդեքսացիան, համընդհանուր ինդեքսացիան այդ թվում լինում է ավտոմատ, ընտրովի կամ պայմանական, պայմանագրային։ Ինչ է նշանակում ավտոմատ ինդեքսացիան։ Դա այն դեպքն է, երբ ստեղծված է որոշակի ինստիտուցիոնալ մեխանիզմ, երբ եկամուտների ինդեքսացիան, այսինքն վերանայումը գնաճով պայմանավորված, տեղի է ունենում առանց որևէ լրացուցիչ, օրինակ որոշման, որոշակի ժամանակահատվածը մեկ գնաճով ճշգրտվում է եկամուտները, համընդհանուր եկամուտները։ Բնականաբար այստեղից կարելի է նաև դուրս բերել տարբեր տարատեսակներ ժամկետներով պայմանավորված, օրինակ տարեկան ավտոմատ ինդեքսացիա, տեղեր կան, որ ուրեմն ավելի երկար ժամանակահատված է դիտարկում կամ ավելի կարճ ժամանակահատված, բայց ավտոմատ ինդեքսացիան դա պարբերաբար եւ առանց լրացուցիչ որոշման իրականացման, այդ ինդեքսացիայի իրականացման մեխանիզմն է։ Ընտրովի կամ պայմանական ինդեքսացիայի ներքո հիմնականում դիտարկվում են բոլոր այն տեսակները, տարատեսակները, երբ եկամուտները վերանայվում են որոշակի սոցիալական խմբերի համար, որոշակի ընտրովի, բնակչության ընտրովի հատվածի համար։ Եվ պայմանագրային ինդեքսացիան դրանք բոլոր այն դեպքերն են, երբ կա որոշակի կրկին ինստիտուցիոնալ մեխանիզմ, երբ բնակչության եկամուտները հիմնականում աշխատավարձերի մասին է խոսքը, պայմանագրային որոշակի դրույթներով սահմանված է, որ գնաճով պայմանավորված պետք է վերանայվեն։ Հաջորդ պատկերում որոշակի տեղեկատվություն նորից հակիրճ, հնարավորինս ընդհանրական փորձել ենք ներկայացնել, թե ինչպիսի այլ տարատեսակներ կան ըստ որոշ այլ դասակարգումների եւ նաեւ միջազգային ուրեմն փորձից տարբեր երկրներ ինչպիսի մեխանիզմներ են կիրառում։ Եթե մենք ուրեմն դիտարկելու լինենք բնակչության ընդգրկվածությամբ, ապա ինչպես նշեցինք, կա եկամուտների ինդեքսացիա ընդհանուր առմամբ եւ եկամուտների համընդհանուր ինդեքսացիա։ Համընդհանուր ինդեքսացիան այն դեպքն է, երբ այդ մեխանիզմը, այսինքն այդ աշխատավարձների, թոշակների եւ մնացած եկամուտների ուրեմն վերանայումը վերաբերում է բոլորին, այսինքն չկա որոշակի սոցիալական խումբ, դա վերաբերում է հիմնականում նվազագույն աշխատավարձերին, նվազագույն կենսաթոշակներին, այլ նպաստներին եւ այլն։ Համընդհանուր ինդեքսացիայի փորձ լայն տարածված է եվրոպական երկրներում, կարող ենք նշել
ստացել Բելգիա, Դանիա, Իտալիա, Իսպանիա եւ այլն։ Կա նաեւ որոշակի սոցիալական խմբերի համար նախատեսված ինստիտուցիոնալ մեխանիզմ, երբ այդ մեխանիզմը հստակ գործում է, բայց գործում է որոշակի խմբերի համար։ Դրանք կարող են ուրեմն եկամուտներով պայմանավորված տարանջատված խմբեր լինեն, այսինքն սոցիալապես անապահովներ կամ որոշակի այլ խմբեր, որոշակի տարիքային սահմանափակումներով եւ այլն։ Այսինքն սկզբունքը կայանում է նրանում, որ այս տարատեսակի դեպքում ինդեքսացիան, որը ինստիտուցիոնալ մեխանիզմով պարբերաբար տեղի է ունենում, չի վերաբերում ամբողջ բնակչությանը, այլ վերաբերում է որոշակի խմբերին։ Նման մեխանիզմներ գործում են օրինակ Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Կանադայում եւ նորից շարքը կարելի է շարունակել։ Իդեպ Միացյալ Նահանգների պարագայում մենք գործ ունենք որոշակի սոցիալական խմբերի համար գործող ինդեքսացիա, որը կատարվում է ավտոմատ։ Այսինքն նորից հիշեցնենք, որ առանց որևէ լրացուցիչ որոշման այդ վերանայումը եկամուտների տեղի ունենում, բայց ոչ թե համընդհանուր, այլ որոշակի սոցիալական խմբերով պայմանավորված։ Ինդեքսացիայի մասին խոսելիս, հատկապես եթե դա համընդհանուր ինդեքսացիային է վերաբերում, իհարկե չենք կարող շրջանցել բոլոր այն տնտեսական հնարավոր ռիսկերը, հասկանալի է, որ սոցիալական առումով ինդեքսացիան դրական ազդեցություն ունի, քանի որ ընդհանուր առմամբ փորձում է ամբողջությամբ կամ մասնակիորեն պահպանել բնակչության եկամուտները։ Ամբողջությամբ, երբ ինդեքսացիան տեղի է ունենում, ուրեմն գնաճի, այսինքն որքան գնաճն է, ճիշտ նույնքան վերանայվում են եկամուտները, դա ամբողջական ինդեքսացիան է, մասնակի ինդեքսացիան այն դեպքն է, երբ ուրեմն գնաճի ոչ համարժեք չափով, բայց այնուամենայնիվ, եթե կա գնաճ, ապա վերանայվում է, այսինքն տեղի ունենում ինդեքսացիա։ Բայց պետք է նշել, որ այդ սոցիալական դրական որոշակի էֆեկտներից բացի իհարկե կա որոշակի տնտեսական ռիսկ, եւ այդ տնտեսական ռիսկը իր տարբեր մեխանիզմներով, պրոցեսներով եւ այլն ի վերջո հանգեցնում է կամ կարող է հանգեցնել երկրում գնաճի թանկացումների արագացման։ Տրամաբանությունը պարզ է, մարդկանց եկամուտների անընդհատ աճը, ինդեքսացիան հենց անընդհատ աճն է, պարբերաբար աճն է, ձևավորում է անընդհատ պահանջարկ, իսկ պահանջարկը իհարկե առաջացնում է գնաճ։ Պետք է արդյոք այդ տնտեսական ռիսկից կամ մարտահրավերից խուսափել նաև ինդեքսացիայի ինստիտուցիոնալ մեխանիզմից, կարծում ենք, որ դա առնվազն միայն այդ պատճառով այդ մեխանիզմից հրաժարվելը սխալ է, քանի որ տնտեսական շատ պրոցեսներ, այդ թվում տնտեսական ակտիվությունը, աշխուժությունը, տարատեսակ ֆինանսական հնարավորությունները, նույն բանկային հնարավորությունները պարբերաբար ձևավորում եւ գեներացնում են գնաճ։ Հետևաբար գնաճից զուտ ավել գնաճից խուսափելու համար հրաժարվել որոշակի մեխանիզմներից իհարկե ճիշտ չէ։ Գալով արդեն դեպի մեզ, դեպի Հայաստան, մենք խոսեցինք միջազգային որոշակի փորձից, պետք է նշել, որ Հայաստանում, եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ մեզ մոտ եւս պարբերաբար որոշակի ոչ օրինաչափ, բայց որոշակի ժամանակ մեկ վերանայվում են եկամուտները, նույն նվազագույն կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձները, իհարկե կարելի է ասել, որ Հայաստանում եւս գործում է եկամուտների համընդհանուր մասնակի ինդեքսացիայի տարատեսակ, բայց պետք է նշել, որ դա ինստիտուցիոնալիզացված չէ եւ դա է հիմնական, այսպես մեծագույն խնդիրը, հատկապես երբ երկրում տևական ժամանակ կա չհաղթահարվող գնաճ եւ առավել եւս, երբ այդ գնաճը ավելի շատ վերաբերում է հենց առաջին անհրաժեշտության ապրանք ծառայություններին։ Հետևաբար ինդեքսացիայի անհրաժեշտությունը իսկապես մեր երկրում կա։ Այլ է խնդիրը, որ նաև տնտեսական հնարավոր հետևանքներից եւ հարցադրումներից կարելի է առաջ քաշել, թե որքանով ունի պետությունը դրա հնարավորությունը այդ նույն ինստիտուցիոնալիզացված պարբերաբար վերանայման համար, բայց այստեղ արդեն մենք գործ ունենք երկրի ֆինանսական ռեսուրսների, ֆինանսական միջոցների կառավարման արդյունավետության հետ, որը սակայն այլ հարթության եւ այլ ուսումնասիրման առարկա է։ Իսկ եկամուտների համընդհանուր ինդեքսացիան միջազգային պրակտիկայով ընդունված ուրեմն գործընթաց է գնաճի հետևանքների, սոցիալական հետևանքների մեղման կամ դրանց ամբողջության հաղթահարման թերևս երևի թե ամենաօրինակելի եւ այսպես կենցաղային լեզվով ասած աշխատող միջոցը։